Հանրային սննդի ոլորտում գործող կազմակերպությունն արդյոք պետք է կիրառի ՀԴՄ անվանացանկ։ Այո, հարգելի քաղաքացի, առհասարակ հարկային օրենսգրքի համաձայն ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպագրված լինի ապրանքի անվանումը եւ ապրանքային դիրքը, ինչպես նաեւ կատարվող աշխատանքի եւ մատուցված ծառայության անվանումը եւ կոդը։ Իսկ եթե դուք գործունեություն եք իրականացնում հենց հանրային սննդի ոլորտում, ապա ՀԴՄ կտրոնի վրա պետք է նշված լինի նաեւ ճաշացուցակի բաղադրիչները, այսինքն կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, հացաբուլկեղենի, խմորեղենի եւ այլ գնովի ապրանքների անվանումները։ Բացի այդ, ՀԴՄ կտրոնի վրա պետք է արտացոլվի նաև ապրանքի քանակը եւ չափման միավորը։ Բայց պետք է հիշել, որ այս մասով բացառություն են կազմում կանխավճար գրառում պարունակող ՀԴՄ կտրոնները, որոնք կարգավորվում են կառավարության համապատասխան որոշմամբ։ Ի դեպ, 2022 թվականից սկսած ՀԴՄ անվանացանկ ունենալու պահանջը վերաբերում է բոլոր այն տնտեսվարողներին, որոնք նախորդ տարվա ընթացքում կունենան 24 միլիոն դրամից ավելի շրջանառություն։ Եվ կարևոր է իմանալ, որ նույնիսկ եթե հետագա տարիներին ընկերության շրջանառությունը նվազի, ՀԴՄ անվանացանկ կիրառելու պարտավորությունը շարունակում է ուժի մեջ մնալ։